ձեր սիրելի Լիզայի մասին պատմեք։ Լիզայի։ Հա։ Հա։ Լիզա։ Մինչև բանակ գնալը ես սիրահարվել էի, Լիզա հետ մենք կապ ունեինք, հանդիպումներ ունեինք։ Խորհրդային տարիներին։ Խորհրդային։ Մինչև բանակ գնալը դպրոցական տարիներին կապ ունեիք։ Հա, գաղտնի հանդիպումներ, նամակ էինք գրում, բան էինք գրում, դպրոց հետալուց հանդիպում էինք։ 15-16 տարեկանում։ Հա։ Գնացի բանակ։ Բանակ գնալուց տեսա իրեն, որ կսպասես մինչև իմ գալը։ Ես կամավոր մեկնեցի բանակ, կոմերցական էի, ավարտեցի Երևանի մանկավարժական ուսումնարանը, ինձ նշանակեցին աշխատանքի Արևչատի 7-ամյա դպրոցում որպես ուսուցիչ։ Մինչև աշխատելս պատերազմը սկսվեց, ես որպես կոմերցական կամավոր գնացի բանակ, 41 թվականի օգոստոսին։ Իմ բանակ տանելու օրը մենք ֆուրգոնով գնացինք, դեն ժամանակ մեքենա չկար։ Այգեստան էլ մտանք, մեր արտաշատ թերթի խմբագիր Նորար Սահակյան կա, նրան էլ պիտի վերցնենք, նրան էլ ինձ հետ բանակ տարան։ Մի հատ պարավ կար, նստա թիշ չափեց ես արեց, ասա ոնց գնում եք այդպես էլ կվերադառնաք, չէ՞ իրոք, ոնց գնացինք այդպես էլ առանց մեր ընկերների մայ հետ եկանք։ Դե պատերազմը ասված ոչ անը, դե հիմիկվա պատերազմն ուրիշ էր, ժամանակ ուրիշ էր։ Հիմա առակետի պատերազմ, իսկ այն ժամանակ մարդկային ուժի պատերազմ էր։ Մարդկային զոհերով էր առաջ գնում մեր բանակը։ Նու մասնակցեցի ամբողջ պատերազմի ընթացքում, պատերազմից հետո սպա էի, մի տարի լավ էլ ծառայեցի, 46 թվականի օգոստոսին տուն վերադարձա։ Վերադարձա Լիզան սպասել էր։ Լիզանը սպասում էր ինձ։ Եկա, վերջ հարցանենք արինք, ամուսնացան։ Ընթացքում ծառայության նամակներ գրում էիք իրար։ Չէ։ Նախ նամակ գրելու իրավունք չունեինք, չէին թույլատրում։ Պարոն Ավետիսյան, 5 տարի, 6 տարի առանց նամակ, առանց զանգել, այդ ո՞նց էր սպասել։ Ինչ անեմ։ Ես Հիմա մի հաղորդագրությունը կուշանա, էլ չէ սպասի հիմա աղջիկները։ Դե ժամանակ, գիտեք ինչ, որ ինձ տարան բանակ, տարան Վրաստանի Ավչալա քաղաքը, Զորն Պուկտ էր Ավչալան, այնտեղ մի հատ հապիսեր եկավ, հարց տվեց, кто знает по-русски язык, ես մի թեթև գիտեի, մոտ մարզանցա, ես չամ, ով չգիտեր են կողմի վրա։ Ինձ ուղարկեցին Թիֆլիսի ռազմական ուչիլիշ։ Այնտեղ արագացված կարգով ավարտեցի, ստացա աֆիցերի կոչում, ինձ ուղարկեցին Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի ռազմական տրամադրության տակ։ Ու այնտեղից կռվելով հասել եմ մինչև Վարշավա։ Զինվորական ինչ մասնագիտություն ստացաք։ Հրաձիգ էիք, մոտոհրաձիգ էիք, ինչ մասնագիտություն ունեիք։ Ես ռազվեդչիկ էի։ Արտիլերիստ ռազվեդչիկ։ Հրետանավոր հետախույզ։ Հա։ Շատ դեպքեր են եղել։ Դժվար տարիներ են եղել։ Դժվար, շատ դժվար։ Սովածել ենք մնացել, շրջապատման մեջ ենք ընկել, Սիլոտկան կիսում ենք 3 բաժնի, ամեն բաժնի հետ մի սուխարի, էդ էր։ Դժվարություններ եղել են, այնքան ժամանակ մինչև մենք օգնությունը ստացանք Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Միայն հացը ռուսական էր, իսկ ամբողջ պրոդուկտը ամերիկյան էր։ Կոնսերվաներ տարբեր տեսակի, բուրգեղեն եւ այլ։ Պարոն Ավետիսյան, ամուր ընտանիքի համար ո՞նց եք կարողացել այնպես անել, որ ձեր կինն էլ երջանիկ լինի, դուք շատ ջերմ հիշեցիք իրեն։ Ամուր ընտանիքի կապը դա մարդու եւ կնոջ միասնությունն է։ Եթե ես
իմ տիկնոջ Լիզայի հետ համերաշխ չլնեի, համակերպված չլնեի, երբեք ամուր ընտանիք ստեղծել չէի կարող։ Մենք շատ լավ մարդիկ ենք, նկարները կար, հետո ցույց կտամ ձեզ։ Անպայման։ Սիրով մարդիկ ենք եղել եւ մինչեւ վերջին րոպեն էլ իրար հետ այդպես սիրով բաժանվել ենք իրարից։ Սովորաբար այդ համերաշխությունը երբեմն ինչ որ մեկի հաշվին է լինում։ Կարողացել եք բալանսավորել, թե ում է։ Չէ, բալանսավորված էր մեր այդ։ Ով էր զիջում շատ։ Երկուսս էլ զիջում ենք մեկս մյուսի։ Զիջում։ Պատահել էր ես էլ սխալ եմ ունեցել։ Կինս ասում էր, այդ բանը չի կարելի։ Ինչ էիք անում։ Հա, ասում էր լավ, հասկացանք իրար։ Կամ ես էի իրեն ասում։ Ներողություն խնդրում էիք, որ սխալ էիք լինում։ Չէ, ներողություն չէ, ուղղակի ձեռքով հասկացնում էի, որ հասկացանք իրար։ Ներողության փոխարեն այդ ժեստն էիք իրարու։ Մեթոդ է։ Իմ կինս լավ կին է եղել։ Դե որ առանց նամակի, առանց զանգելու 5-6 տարի սպասել է պատերազմից։ Էդգար շատ է սիրել։ Այն ժամանակ պալավոյ պոստան էր, նամակը տեղ չէր ասնում։ Եռանկյունի նամակն էր։ 1000-ից մեկ ես իմ հասներ թե չհասներ։ Նպատակում էր, որ օդպուսկ եկող էր լինում, ես նամակ էի տալիս։ Օրինակ մեր հարևան յուղից Խուդոյան Սեփան կար։ Նա որ գալիս էր օդպուսկի, ես նամակ էի գրում, գումար էի տալիս, ուղարկում էի տուն։ Բա որ գախտնի էր, ոնց էր բերում տալիս։ Բոլորը կիմանային, որ Չէ, ասել Վարոսը Լիզային նամակ բերեց։ Նամակը հա, գախտ չէ, նամակը ինչ, բարև, մենք լավ ենք առաջ ենք գնում, ուրիշ բան, ծրա նամակի մենք ուրիշ բան չենք գրում, իրանք էլ չունենք գրելու։ Իսկ հիմա նամակները դարել են մի վայրկյանում։ Հա, քան կուզես հարցեր տու։ Ես ինչքան ուզեք կտամ, ինձ ինչ։ Այդ լենթերը չլրանա։ Լուրերին, հաղորդումներին ինչպես եք հետևում։ Ես բոլոր լուրերը ամեն ժամին լսում եմ, պարտադիր կարգով, ռադիոյով։ Ես տելևիզոր շատ չեմ նայում։ Խոսքի իսկական վարպետը ռադիոն է։ Մեր հաղորդումն եք լսում։ Հա, բա ոնց է, երկրորդ շարժում պարտադիր կարգով։ Այդ մի տարի արդեն այդ հաղորդագրությունը համարյա թե։ 2 տարի եւ ավելի։ 2 եւ ավելի, ես մի տարի եմ լսում։ Ամեն կիրակի օր ժամը 5:05 րոպե։ Ամեն կիրակի ես բոլոր հաղորդագրությունները նայում եմ, պարտադիր կարգով։ Հրաշալի։ Ես շատ հաճելի բան է։ Ես էլ օրինակ ինձ 100 տարեկան չեմ զգում։ Ես ինձ զգում եմ մի 70 կամ 80 տարեկան։ Որտեղ ամեն ինչ փառք Աստծո, լավ է։